Մեկ տարի տևած հիմնանորոգումից հետո դեկտեմբերի 20-ին Բաղդադում վերաբացվել է իրաքահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին։ 1957 թվականին կառուցված եկեղեցին երբևէ չէր ենթարկվել նման ծավալուն եւ ընդգրկուն հիմնանորոգման։ Վերաբացման հանդիսությանը ներկա էին Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին, պետական այլ այրեր, քաղաքական գործիչներ, քրիստոնեական եկեղեցիների պետեր եւ Իրաքում ծառայող հոգևորականներ ու դեսպաններ։ Տրմբացեքի հանդիսավոր կարգի ավարտից հետո հոգևոր թափորը շարժվել է դեպի Մայր եկեղեցի։ Միասնական աղոթքի ավարտին թեմակալ առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը շնորհակալություն է հայտնել Իրաքի կառավարությանը, որի նյութական օժանդակությամբ հնարավոր է դարձել եկեղեցու ծավալուն նորոգումը։ Վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին կարևորելով քրիստոնյաների եւ մուսուլմանների եղբայրական համակեցությունը նշել է, որ Իրաքի իշխանությունները մեծապես կարևորում են հայ ժողովրդի ներկայությունն ու հոգևոր կյանքի զարգացումը երկրում։ Նույն օրը Իրաքի հայոց թեմի առաջնորդի միջնորդությամբ եւ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ նվիրյալ ծառայության համար քահանայական լանջախաչ կրելու պատվին է արժանացել Տեր-Սեփուխ քահանա Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին Բաղդադի մեկ այլ հայկական եկեղեցի Սուրբ Մարիամ Աստվածածին սրբավայր է այցելել Իրաքի առաջին տիկին Շանազ Իբրահիմը։ Բարձրաստիճան հյուրին ընդունել է Իրաքի հայոց թեմի առաջնորդը։ Օշական սրբազանը տիկին Իբրահիմին պատմել է տարբեր դավանանքների հավատացյալների համար ուխտատեղի դարձած հայոց եկեղեցու պատմությունը։ Իրաքի առաջին տիկինը իր շնորհավորանքն է փոխանցել Սուրբ Ծննդյան ու Գալիք ամանորի կապակցությամբ եւ մաղթել, որ նոր տարին Իրաքի ժողովրդի համար լինի խաղաղության, համերաշխության եւ բարեբեր տարի։